Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է ներկայացնել ազգային ժողովի նախագահի թեկնածու, ճանաչված իրավաբան, բազմաթիվ քաղբանտարկյալների ազատության համար պայքար մղած եւ ազատություն բերած պաշտպան, իրավապաշտպան, ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Արամ Պողոսի Վարդևանյանի կենսագրությունը։ Արամ Վարդևանյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 1-ին Երևան քաղաքում։ Երևանցի է։ Նրա մասնագիտական ուղին հիմնված է հիմնարար կրթության եւ բարձր պատասխանատվության վրա։ Կրթության մասին 2009 թվականին Արամ Վարդևանյանը ավարտել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, քրեական իրավունք եւ քրեական դատավարության մասնագիտությամբ։ 2011 թվականին նույն ֆակուլտետի մագիստրատուրան քրեական իրավունք մասնագիտացումով։ 2013 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։ 2014 թվականին ավարտել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների դպրոցն է ավարտել պարոն Վարդևանյանը, ունի փաստաբանի որակավորում, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։ Պարոն Վարդևանյանը ունի պետական եւ մասնագիտական գործունեության հարուստ փորձ։ Այսպես 2011 թվականին սկսելով իր աշխատանքային գործունեությունը, պարոն Վարդևանյանը եղել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական իրավունքի վարչության մասնագետ։ 2012 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին եղել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար մասնագետ։ 2012-ից 14 թվականները պարոն Վարդևանյանը եղել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը։ Համոզված եմ բոլորդ հիշում եք պարոն Վարդևանյանի գործունեությունը Սահմանադրական դատարանում որպես ՄԻՊ ներկայացուցիչ եւ հանրօգուտ եւ իօգուտ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նախաձեռնած լայնածավալ աշխատանքը։ 2013-ից 19 թվականը Արամ Վարդևանյանը զբաղվել է ակտիվ գիտահետազոտական գործունեությամբ։ Եղել է Հայաստանում ամերիկյան համալսարանի, հայ-ռուսական սլավոնական համալսարանի, քրեական իրավունքի եւ քրեական դատավարական իրավունքի եւ սահմանադրական իրավունքի ամբիոնների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայի դասախոս։ 2014-ից 16 թվականները եղել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։ 16-ից 17 թվականները եղել է վարչապետի օգնական, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017-ից 18 թվականները Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնական։ 2018-ից 21 թվականները պարոն Վարդևանյանը հիմնադրել է JP Justice and Protection, փաստաբանական գրասենյակը, եղել է հիմնադիր տնօրենը եւ փաստաբանը։ 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Հայաստան կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին պարոն Վարդևանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ իր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները դադարել է։ 2022 թվականի դեկտեմբերի 15-ից պարոն Վարդևանյանը վերադարձել է իր կողմից հիմնադրված JP փաստաբանական գրասենյակ եւ շարունակել է փաստաբանական գործունեությունը։ 2023 թվականին Կենտրոնական բանկի որոշմամբ 27/12/2023 թվականին ընդունված որոշմամբ պարոն Վարդևանյանը նշանակվել է Նաիրի ապահովագրական ընկերության խորհրդի անդամ։ 2025 թվականի օգոստոսից 26 թվականի օգոստոսի 1-ը պարոն Վարդևանյանը եղել է Տաշիր կապիտալ ընկերության գլխավոր իրավաբանը։ Պարոն Վարդևանյանը 2014 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության առաջին դասի խորհրդականի կոչում, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի նախագծի
եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագծի մշակման համակարգող խմբի անդամ, Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի մշակման Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ։ 2018 թվականին պարոն Վարդևանյանը պարգևատրվել է վարչապետի շնորհակալագրով, 22-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ Պարոն Վարդևանյանը ամուսնացած է, ունի 2 զավակ։ Հայերենից բացի գերազանցությամբ տիրապետում է ռուսերեն լեզվին, գերազանցությամբ տիրապետում է անգլերեն լեզվին։ Համոզված եմ, ես ճանաչելով պարոն Վարդևանյանին շուրջ 20 տարի, որ որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ, պարոն Վարդևանյանը իր ամբողջ ներուժը, գիտելիքները ու փորձը ներդնելու է Հայաստանի Հանրապետությունում օրինականության, իրավունքի գերակայության եւ պետական շահերի պաշտպանության գործում։